Ելակի սիրահարների համար այսօր պատրաստելու ենք տալ։ Սկզբից պատրաստում ենք եփովի կրեմը։ Կաթը դնում ենք տաքանա մինչև 80 աստիճան։ Շաքարավազը, օսլան եւ ալյուրը խառնում ենք, ավելացնում ենք ձուն, լավ հարում ենք, ավելացնում ենք 2-3 տաք կաթ, լավ խառնում ենք զանգվածը, լցնում ենք ընդհանուր կաթի մեջ եւ եփում ենք խույսը։ Թանձրանալուց հետո թողնում ենք 1-2 րոպե եռա, հանում ենք եւ ավելացնում ենք կարագը, լավ խառնում ենք ու ծածկում ենք թաղանթով։ Մինչ կրեմը սառչի, պատրաստում ենք ելակից կոնֆին։ Կտրատած ելակի վրա լցնում ենք շաքարավազը եւ դնում ենք եռա։ Սառը ջրի մեջ բացում ենք օսլան եւ լցնում ենք ելակի վրա։ Խմորի համար մանրացնում ենք սառը կարագը, ավելացնում ենք շաքարի փոշին, ալյուրը եւ աղը, հունցում ենք։ Հետո ավելացնում ենք ձուն եւ դեղնուցը եւ ստանում ենք փափուկ խմոր։ Եթե այն պինդ է, ավելացնում ենք մի քիչ սառը ջուր։ Դնում ենք սառնարան մոտ 2 ժամ հանգստանալու։ Խմորը ձևամանի մեջ բարակ բացում ենք, ծակծկում ենք այն, վրան դնում ենք որևէ ծանրոց եւ ուղարկում ենք ջեռոց 10 րոպեով թխվելու։ Հետո հանում ենք ծանրոցը եւ թխում ենք եւս 10-12 րոպե։ Թխված հիմքը սառելուց հետո սկսում ենք ձևավորել։ Վրան լցնում ենք կոնֆին, հետո կրեմը ու ձևավորում ենք ելակներով եւ հապալասներով։ Դուք կարող եք օգտագործել ձեր սիրելի հատապտուղները։ Տվյալ կրեմը շատ լավ համադրվում է մորի հետ, բալի հետ, փորձեք, հաստատ կհավանեք, անուշարեք։